Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք միացել եք երկրի թիվ 1 թոք շոուին։ Արևի լույսից դեռ 3 տարեկանում զրկված Նաիրան այսօր արդեն այլ արև ունի։ 26 տարեկանում Արթուրը տեսավ, սիրահարվեց ու ամուսնության առաջարկ արեց Նաիրային։ Ինչերի է պատրաստ Արթուրը Նաիրային երջանիկ տեսնելու համար։ Ինչպես արձագանքեցին այս ամենին երիտասարդ զույգի ծանոթ հարազատները, կիմանաք երկրի գլխավոր թոք շոուի տաղավարում, կույր բաժանում, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավոր ենք մեր առաջին հյուրը Նաիրա Մնացականյանն է։ Մեր տաղավարում է արդեն մեր առաջին հյուրը Նաիրա Մնացականյանը, բարի երեկո Նաիրա, շնորհակալ եմ կիսաբաց լուսամուտներին դիմելու համար։ Ձեր ֆիզիկական վիճակը պատճառ դարձավ ձեր ընտանիքի, մայրիկի ու հայրիկի բաժանության։ Այո։ Կարելի է հիշել այդ տարիները, եթե թույլ կտաք։ Դե ծնվել եմ Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում։ Ահա։ Սովորական ընտանիքում, կարելի ասել սովորական, բայց անհաշտ։ Իհարկե անհաշտությունը եղել եմ ես, մինչև իմ ծնվելը չգիտեմ ինչ չափի հաշտություն ա եղել, բայց եթե որ հայրս խմող ա եղել, էդի փաստ ա։ Հայրիկի ալկոհոլի չարաշահումը որևէ կերպ ազդում էր ձեր վրա, ձեր ընտանիքի վրա։ Այս պահին այս տարիքի եմ ես, իհարկե իմ վրա ազդել է։ Ինչով էր ազդել։ Նու իմ հիմիկվա ֆիզիկական, առողջական, այսինքն տեսողության կորստի պատճառը իր խմիչքն է։ Կարելի է մանրամասնել, դուք իծնե կույս չեք եղել, դա ձեզ մոտ առողջական խնդիր որպես առաջացել է 3 տարեկանում եւ կուրությունը վրա է հասել միայն 5 տարեկանում։ Այո, եւ վիրահատություններից հետո։ Ահա։ Նու տենց սկզբից որ ծնվել եմ շատ անհանգիստ երեխա եմ եղել, շատ։ Նու մաման չի հասկացել, միգուցե ցավող տեղ եմ էլի ունեցել տենց։ Հետո ի հայտ ա եկել աչքի ուռուցք, տենց տարել եմ բժշկի, առաջի բժշկին չեմ հիշում որտեղ են տարել, Բաքու թե Մոսկվա, տենց տարել են բժիշկները վիրահատել են, հետո տարել են Մոսկվա, այնտեղ հայրիկին ու մայրիկին պահանջել են հետազոտվել, հայրիկը չի համաձայնվել, փախելա, մամայի մոտից, նու տենց բժիշկներն ասել են, որ իրա մոտ խմիչքի արդյունք է, որ ինքը ունենում է տեսողության խնդիր։ Իսկ ինչի է դա միայն 3 տարի հետո ձեր ծնվելուց հետո։ Որովհետև ինքը որ խմել է, տենց ծխել է էլի, ավելորդ բաներ ա օգտագործել, դրա պատճառն ա եղել, որ ես մի խոսքով թույլ ա եղել, այդ իմ տեսողական այդ զգայարանները, ինչ չգիտեմ, թույլացել են էլի, տենց աստիճանաբար է այդ իմ մոտ սկսվել։ Բժիշկներն ասել են, որ ռադիոնի գլավկոմա է այդի կոչվում, այդ դիագնոզը, դա դրանից է առաջացել իրա մոտ, այսինքն փաստորեն ինքն է մեղավոր եղել։ Նու տենց իմ պատճառով ամեն օր կռիվներ մամային խոշտանգել է, թե տարմանկատուն իմ ընտանիքի վրա բիծա ինքը, իմ աղջկան կարող է ուզող չլինի։ Խոսքը քրոջ մասին է։ Այո, ես ունեմ քույր եւ եղբայր։ Իրանք նորմալ երեխեք են, կասեն ազգի մեջ այդ տիպի հիվանդություն կա։ Նու տենց մաման չի համաձայնվել։ Մաման ասել է, չէ, ես չեմ կարա իմ երեխուն տանեմ մանկատուն։ Նու եւ տենց շարունակ երկարել է այդ պայքարը, մի օր էլ արդեն հասել է վերջնակետին,
մամայի առաջ հարցադրվել, իհարկե ես սա պատմում եմ խաղաղ, բայց այդ ամենը եղել է կռվով, որովհետև ես հիշում եմ էլի որոշակի բաներ, ոնց էր մաման վերցնում, տենց փախնում տնից, որ կռիվ չլինի։ Ու ենթադրում եմ, որ հայրդ չէր թաքցնում վատ վերաբերմունքը։ Ոչ, միջև առ այսօր էլ ինքը չի թաքցնում, որտեվ ես փորձել եմ իր հետ շփվել։ Ահա, ներելով այն։ Այո, իհարկե ներելով, ես իրան սիրել եմ որպես ինձ ծնող, ասել եմ ոչինչ, բայց ուզում եմ էլի իրան տենամ։ Մի հատ ինձ ինքը տեսնա, ես ինչքան եմ փոխվել, բայց ինքը ինձ արհամարանքով է ընդունել։ Չի ուզում, մարդը ինձ չի ուզում տեսնի։ Հիմա թե ասում է խղճին ազդում, թե ինչ, բայց ինձ թվում է խղճին որ ազդի, չէ, կոպիտ չի, չէ, դիմավորի, պարզապես անտարբեր գոնե կդիմավորի։ Այո, անտարբեր կդիմավորեր։ Փոքրիկ դադարից հետո մենք կվերադառնանք հեռուստատեսային տաղավար եւ կշարունակենք այս պատմության մյուս մանրամասները ձեր ուշադրությանը ներկայացնել հեռուստաընկերներ։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Կույր բաժանում կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար եւ հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ այսօր ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք մեր թեժգիծ +374 60 50 33 17։ Նայրա կյանքում հայրիկի կողմից ընդունված չլինելը հետագայում ձեզ մեծանալով որևէ կերպ խանգարում էր։ Ոչ, չի խանգարել, ինձ իմ մայրն է պահել ծնված օրվանից մինչև Արտուրի, այսինքն ամուսնական կյանք։ Տենց ու դժվարությունները ենթադրում եմ ձեր կյանքում մայրիկի հետ միասին շատ են եղել։ Շատ են եղել։ Որոնք ինչ դժվարություններ են եղել։ Ինչով են ձեր դժվարությունները տարբերվել հարևանների, մտերիմների, այն մարդկանց դժվարություններից, որոնցից շատերն այս տաղավարում են պատմում իրենց կյանքի։ Առաջի ամենամեծ դժվարությունն այն է, որ տարբերվում ես ուրիշ երեխաներից, թե քո նյութապեսով,
թե ֆիզիկապես, օրինակ, չես տեսնում նորմալ երեխաները չեն ուզում քեզ հետ խաղան։ Իսկ եղբայրները, քույրերը միթե չէին կարող այդ բացը լրացնել, ինչ որ կերպ շփվել, ինչ որ ջերմություն փոխանցել, ես ինչքան հասկացա, ընտանիքում էլի երեխաներ կան։ Միգուցե Որոնք հայրիկի հետ էին շարունակում մնալ։ Որոշակի ժամանակ, հա, մինչև 4 տարեկան, հա։ Ահա։ Բայց 4-ից հետո մաման, պապան բաժանվել են վճռական այդ խոսակցությունից հետո, որ մամային ասվել է, որ կամ մնում ես, կամ տանում ես մանկատու։ Երեխաները ում հետ մնացին բացի ձեզանից։ Դատարանի բաժանումով ինձ տվել են մամային, քուրիկս ընտրել է մամային նույնպես, աղբերս որպես արդեն իրան հարց է ինչ որ տրվել, ես չգիտեմ, էլ այդպես է ասվում, մամա գնացել է ինքը պապայի մոտ։ Չես շփվել եղբորդ հետ։ Ոչ, չէ, ոչ։ Ընթացքում հիմա շփվում եմ, բայց որոշակի ժամանակ չեմ շփվել։ Ընդհանրապես մենք չենք էլ ճանաչել իրար։ Իսկ քույրիկի հետ հարաբերությունը ինչ կերպ է եղել։ Քույրիկի հետ շատ լավ, դե քույրիկիս հետ եմ եղել, հետո որ այդ ջարդի ժամանակ գաղթվել ենք Հայաստան, ես ընդունվել եմ թույլ տեսնողի և կույրերի հատուկ գիշերօթիկ դպրոց, այնտեղ արդեն այդ ժամանակ, որ գնում էի տուն, քույրիկի հետ առնչությունը շատ լավ է եղել։ Այսինքն քո պատանեկության, երիտասարդության, մանկության շրջանում միակ անձը, որ եղել է տարիքային, քո քույրն է եղել, շրջապատում, նույն դպրոցում, թույլ տեսնողների համար։ Չէ, դպրոցում ունեցել եմ ընկերուհիներ, ընկերներ իմ նման։ Իրանք թույլ են տեսել, չեն տեսել, խառը։ Դա է հատուկ գիշերօթիկ է, որտեղ սովորում են։ Ընկերություն արել ես միայն քրոջդ հետ։ Այո, ես ոչ մեկի հետ չեմ բան արել։ Իսկ դպրոցում ձեր նման, ասենք, խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ասենք, ձեզ ոչ մի բան չէր կարող իրարից զատել։ Դուք միթե չեք փորձել ավելի լավ, ավելի ջերմ ընկերական շրջապատ ստեղծել։ Միգուցե դա ինչ որ նժարը բարձրացներ դեպի լավը։ Շփվում եք, օրինակ, ձեր դպրոցական ընկերներից որևիցե մեկի հետ կապ կա։ Հիմա միայն հարսս է, որ իմ ընկերուհին է եղել, հիմա իմ հարսն է ու ուրիշների հետ չեմ շփվում։ Դպրոցում ինչի չէիք շփվում։ Դպրոցում շփվում էի, դասընկերներ, դե դպրոցում շփվել եմ, բայց ընդեղ էլ եղել է իր խնդիրները, Որոնք են այնտեղի խնդիրները եղել։ Որ կարող դժվարանում էի առանց մայրիկի, մանավանդ, որ առաջի տարիները սովորում էի, շատ դժվար էր հեռուլներ մայրիկից, օտար շրջապատում, այդ վիճակին։ Բայց մենք բոլորս կյանքի բերումով միշտ էլ մայրիկից հեռու ենք լինում, հա, որոշ ժամանակ դպրոցում, էական չի։ Իսկ ես, չէ, ես այն դե շատ եմ մնացել ամիսներով։ Հոգատար չէին աշխատակազմի անդամները, չէին փորձում ինչ-որ մի կերպ մեղմել, գուցե կարոտը, որևէ կերպ աջակցեին։ Այդպիսի բան չկար, այդպիսի բան չկար։ Ուղղակի հարցը ձեր մերվելու մեջ էր, էլի։ Նեղվում էի պարզապես զուտ նրա համար, որ ուղղակի էմոցիոնալ եմ եղել, շատ էի կարոտում մաման։ Եվ գուցե մայրիկի դերն է ձեր կյանքում շատ ավելի մեծ եղել։ Եկեք տիկին Մարիետային, ձեր մայրիկին եւս հրավիրենք այստեղ, հասկանալու համար ինչու ինքնուրույն չի եղել դուստրա։ Մարիետա Մնացականյանն է գալիս կիսաբաց լուսամուտներ։ Բարի երեկո տիկին Մարիետա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Դստեր պատճառով խնդիրները, որոնք ծագեցին ձեր ընտանիքում ամուսնու հետ, երևի թե ձեզ պարզապես շատ ավելի մոտեցրեցին նրան։ Արդյոք պատճառը դա է եղել, որ աղջիկը ձեզ հետ կապված է եղել ու չի շփվել մնացածների հետ, նույն խնդիրներով երեխաների հետ, նույն հաստատությունում, որտեղ որ նա սովորել է, ուսանել է։ Այո, պատճառը ես եմ եղել։ Դուք եք եղել։ Չեք փորձել ձեր անձը որպես պատճառ մի կողմ թողնել, համոզելով աղջկան, որ շրջապատը վատ բան չէ։ Ինչքան էլ համոզում էի, ինչքան էլ խաղալիքներ բան էի տանում, մեկ այնքը չէր հարմարվում դպրոցի հետ, բայց ես համոզում էի, քնացում էի եւ փախնում էի դպրոցից։ Զուտ նրա համար, որ անգրագետ չլինեմ։ Հա, որ չլացի։ Հետո 1-2, տենց արդեն որ մեծացավ, 3-4, 5-րդ դասարան արդեն սովորեց մնալ է,
արձակուրդներին բերում էի, իհարկե մեծ արձակուրդներին երկար էլի, կարճը չէ, որովհետև ես մենակին էի, ընտանիքի հոգսեր, անտառից ցախ էի բերում, վառում էի գիշերվա կես, դաժե գալիս էի մի աշկս փակ, մի աշկս բաց, փեչուրը հաց էինք թխում, 88 թվին դաժե հաց էլ չկար, գարի ալուր էինք, գարին առնում էինք, ալուր էինք մաղում, ծանր պայմաններ։ Ապրում էիք ինչպես շատ ընտանիքներ այդ ժամանակ Հայաստանում։ Տիկին Մարիա, դա որդին ձեզ հետ շփվում էր, որը ամուսնու հետ էր մնացել։ Ոչ։ Ինչու։ Բաժանանք, բայց ես չի ուզում, ասում 3 երեխա ունեմ, 2 աղջիկ մի տղա։ Ամոթ է։ Համբերեմ, բայց հետո ուժեղ կռվից հետո գնացի կիսուրենցս տուն։ Մի ամիս մնացին դե, ամուսինս եկավ, այնտեղ կռի մռիվ, հանի դուրսանի կիսուրից կեսրայից, բայց կեսրարս էլ լավ մարդ է, ինչ որ ճիշտը, ասեց գնա դուրս արի, էդի քեզ տո մարդ չինի, քան իմ գլուխս աղա, գնա քո համար քո ապագան ստեղծի։ Մի անգամ ապագա ստեղծի, անհաջող եղավ, ճիշտն ասած։ Երկրորդ ամուսնություն։ Հա, էլի երեխեքի պատճառով։ Կրկին նառաներ, հա։ Որքան տևեց այդ ամուսնությունը։ Երևի մի տարի։ Ջոկողություն էր դնում, խորհրդությունը շատ էր էլի Երևակայի, խորհրդությունը շատ էր ակնհայտ, դրան մաման չի դիմացել, որ երեխեքին ճնշի բան։ Միշտ երեխեքի համար ես միշտ ասում եմ իմ երեխա առաջնահերթ իմ երեխեքը։ Փաստորեն մաման ամուսնացել էր զուտ նրա համար, որ իր հոգսը թեթևանա, նեղված էի, ասի ոչինչ, էլի ամուսնանամ, լավ կնի, բայց հետո դրանից հետո եկանք Եղեգնաձոր, մնացինք Եղեգնաձոր, ինքն եկավ, հետո էլի Կռիվեսյանն բաժանանք։ Մի քանի տարուց հետո արդեն որ մենք փախուստից հետո իրար տեղ չէինք ճանաչում։ Հորքուրիս աղջիկը ասեց Մարիետա, խաչիկի տեղը գիտեմ ես, այնա իրա պապայի մոտ է։ Ամուսինս էլ ամուսնացել էր, ունի հիմա 3 տղա, կին ունի, բայց էլի նույն կարմիր իրա կաշին չի փոխ։ Այդտենց իմացա տղայի մոտ, տղան էլ որ բաժանումից հետո 6-րդ դասարան էր։ 6-րդ դասարանում դասատուց խփում այ մի աշկը կուրացնում։ Կուրացնելուց հետո արդեն նույնը 15-16 տարեկան տղաները այդ կռվում են, մտում ընկերոջ պատճառով տալիս են մի աշկնել են կուրացնում։ Վերջը լսելով որ տղան տենց էր, տենց կռվի մեջ հանգե, միամիտ խփել են։ Հետո լսելով գնացի տղայից բերիմ, ասին ոչինչ, որտեղ 2 աման, դեղել 3 աման։ Մի մանճաշել ավել կեփե մենակ իմ երեխեքի մոտ։ Քանի տարեկան էր որդին արդեն։ 23 տարեկան էր։ Ամուսնացին նարայի ընկերուհին էր դպրոցի։ Նարան ասեց մի հատ լավ աղջիկա գնանք բերենք։ Հիմա գնացինք բերինք ամուսնացրինք, հիմա փառք Աստծո։ Ունի մի տղա, այս տարի 9-րդ դասարանն է, մեկը կնի այս ամսի 24-ին 2 տարեկան, ունի եւ 5 զույգ երեխա, 2 զույգ երեխա, 5 ամսեկան։ Ունի 4 տղա։ Փառք Աստծո, եւ ընտանիք կազմեց ոչ մի այդ որդին, այլ նաեւ աղջիկը։ Արթուրի հետ ծանոթությունը ինչպես նաերա տեղի ունեցավ։ Մեր գյուղից մի հատ տենց անձնավորություն հարևաններից, տղաների։ Դե ես ճիշտն ասած շատ եմ միշտ երազել եմ, գոնե մեկ բալիկ ունենամ իմ համար, միշտ ուզել եմ, բայց միշտ մտածել եմ, որ դա իմ բաժինը չի, որովհետև մտածել եմ ոնց կլինի էլի, ես այս վիճակին ով կուզի օրինակ, բայց շատ եմ ուզել, շատ։ Մի անգամ, տենց մեր մոտից մի հատ տղա իմ հեռախոսը համարը տալիս Արթուրին, ասում է աղբեր ջան, զանգի, մի հատ էս աղջկա հետ խոսա էլի, տես ինչ ձևի աղջկա բան։ Աստորեն ուզեցել են ձեզ ստուգել, բայց ստացվել է հակառակը, որ։ Այդտենց Արթուրը զանգում է ինձ, ասում է բարև ձեզ, նայռային եմ, ասում ես եմ, ասում է ուզում եմ խոսեմ ձեր հետ, ծանոթանամ բան, ես էլ իմանում եմ, որ տղա է, ասում եմ ինձ հետ գործ չունես, մտածում եմ, որ միգուցե ինձ ուզում է խաբի էլի բան, տենց ասում եմ սրանից հետո ինձ չզանգես, իմ հետ գործ չունես ու տենց սկսում եմ եղբորիցս արդեն վախենում եմ հեռախոս անընդհատ թաքուն պահում եմ, որ եղբայրս չիմանա, որ ինձի տղա է զանգում, ինքը շատ խիստ էր։
Արտուրը անընդհատ զանգում էր, անդադար, ժամը մեկ զանգում է, այդ տղա ջան, նույնիսկ տվել եմ ուրիշի, ասել եմ ասեք, որ սա ձեր համարն է, որ էլի չզանգի, միևնույնն է չստացվեց։ Հետո ես իմ նկարը ուղարկեցի, հետո ինքը իր, դե բնականաբար ինքը չգիտեր, որ ես չեմ տեսնում, ուղարկեց նկարը, ես իր նկարը չտեսա, իմ փոխարեն տարա մամային ցույց տվի, ասի մամ, մի հատ էլ ասա, ինչ ձևի տղա է, ասեցի, ուկ տղա է, մտածեցի, որ կարող է, էլի, տղա է, մեկ է տեսա, արի խոսամ, կարող է, ոչ մի բան չլինի։ Քոնը 100%-անոց կուրություն է, բոլորովին բան չես տեսնում։ Բնականաբար, չէ, բնականաբար, ընդհանրապես չեմ տեսնում, բժիշկները հիմա չգիտեմ, սխալ են վիրահատել, թե ինչ, իմ խնձորակները չի աճել, ես դրա համար ակնոց եմ դնում, որ չերևա։ Շարունակեց զանգել և մենք սկսեցինք արդեն գաղտնիք խոսել։ Խոսեցինք, մի օր էլ ասաց, որ ուզում եմ գամ ձեր տուն, բայց միջև այդ պահը նա դեռ չէր իմանում, որ ես չեմ տեսնում։ Տենց հետո որ ուզեցին գային, հետո արդեն ես ստիպված ասեցի, ասի գիտես դու ինձ հարց էիր տվել, որ ակնոց ինչի ես դնում։ Նկարներում, որոնք ուղարկել եք։ Այո, մի հատ էլ առանց ակնոցի ուղարկի, ասի Արթուր ջան, ես առանց ակնոց նկար չեմ կարող ուղարկել, որովհետև ես ունեմ տեսողական խնդիր ու առանց ակնոց սիրուն չի լինում։ Արտուրը անկախ ամեն ինչից որոշեց գրավել այս աղջկա սիրտը և թե ինչ փորձությունների միջով անցավ, դուք կիմանաք փոքրիկ դադարից հետո, իրականում փորձություններ են հավատացել։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները և կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կույր բաժանում կիսաբաց լուսամուտներից ներս, եթե նոր եք մեզ միացել, ապա ծանոթացեք այսօրվա մեր թեմային։ Արևի լույսից դեռ 3 տարեկանում զրկված Նաիրան այսօր արդեն այլ արև ունի։ 26 տարեկանում Արթուրը տեսավ, սիրահարվեց ու ամուսնության առաջարկ արեց Նաիրային։ Ինչերի է պատրաստ Արթուրը Նաիրային երջանիկ տեսնելու համար։ Ինչպես արձագանքեցին այս ամենին երիտասարդ զույգի ծանոթ հարազատները, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում, Կույր բաժանում, կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ դիմավոր ենք այսօր տաղավարում նաև գլխավոր հերոսուհու ամուսնուն, ներկայիս Արթուրին, նա այստեղ է ևս, դիմավոր եք։
Բարի երեկո Արտուր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչով գրավեց ձեզ Նաիրան։ Իրա բնավորությունով։ Բնավորության որ գծով։ Բարի է, խոհ է։ Բարի է։ Նաիրան երբ ձեզ ասաց ճշմարտությունը իր առողջական վիճակի մասին, ձեզ մոտ ինչ-որ բան փոխվեց։ Ոչ, որ փոխվեր, այսօր իրար հետ չէինք լինի։ Հակառակը երևի ավելի մոտիկացրեց։ Պաստորեն Նաիրայի մոտ ստացվեց սենց, այնտեղ Շեքսպիրը մի քիչ ուրիշ ձև է ասում, բայց տվյալ դեպքում մենք կարող ենք իմպրովիզ անել։ Միթե սիրել եմ ես մինչև այժմ, երդվիր իմ սիրտը։ Իզի չեմ տեսել ստույգ գեղեցկություն մինչև այս գիշեր, Ռոմեո Ջուլիետ։ Ինձ թվում է միայն դա։ Նաիրա իրականում Արտուրը որպես զուսպ տղամարդ գուցե չի կարողանում արտահայտվել, դուք շատ ավելի եք խոսուն այդ առումով։ Արտուրը բազում դժվարություններ է հաղթահարել ձեզ համար։ Դեմ գնացել ընտանիքին, դուրս եկել ծնողների, հարազատների առաջ եւ հասել գրավելու համար ձեր սիրտը։ Այո, եւ ասեմ իրեն հաջողվել է դա։ Դե, այսօրվա ձեր ներկայությունը եւ ձեր մեկ զավակի ծնունդը ինձ թվում է դրա պայծառ վկայությունն է պարզապես։ Այո։ Կպատմեք ինձ ձեր նշանդրեքի մասին, նշանդրության արարողության, որը հետաքրքիր կրկին փորձություն է եղել։ Իհարկե, եթե իմ կյանքում եթե կա ինչ-որ երջանիկ պահեր, ես շատ ուրախությամբ դրանք կպատմեմ, ինչքան պետք է։ Եվ այդպես միանք Արտուրն ասեց, ուզում են գանք, այս առաջին անգամ որ եկան տեսնելու, դեռ իր հորքուրը բան ոչ մեկ չգիտի, որ ես մենակ ինքը գիտի, որտեվ ես ստիպված ասեցի իրան, էլի, որ ես չեմ տեսնում, ասեց ոչինչ, ես քեզ տենամ, ավելի լավ է ոչ թո տենց մնա, էլի, թո ոնց կաս ես քեզը տենց եմ ուզում, ասեցի դե որ ինչ չես տեսել, ոնց կաղա ես օրինակի համար հենց չէ որ հանդիպման պահին մի սիմպատիա կա, չէ, տենց կաղա չի բռնում, նո տենց ասես լավ, ուզում եմ գամ, նոր տարվա նախօրյակին իր հորքուրի ընտանիքի հետ եկան մեր տուն, ինձ տեսնելու, ես եկան մամայից տուն, որտեղ որ մաման ամուսնացել է հիմա, որտեղ որ ինքը ապրում է, եկան այդտեղ, ես կանչեցի եղբորս, ասեցի եղբայրս, որպեսզի գա վկա լինի, էլի, առանց իրա։ Իսկ ինչի չեք պատմում այն մասին, որ միևնույն ժամանակ պահանջ էիք դրել, որ պարտադիր անկախ ֆինանսական կասեմ, այո, անկախ ֆինանսական դրությունից դուք ոսկի մատանի եք խնդրել։ Դա պահանջել։ Ուղղակի զուտ փորձելու համար, որ հլը տեսնեմ ինքը ունի ինչ որ ձգտում, էլի, ինքը ինձ գոնե մի բանով կուրախացնի, բայց ձգտեց ու ուրախացրեց։ Այո, ես ճիշտն ասած դե կուզեի ես էլ նորմալ աղջիկների նման սպիտակ շոր, բայց ինքը չուներ այդ հնարավորությունը, բայց որ եկան ինձ տեսնելու, հլը չգիտեր ինձ կհավանի թե չէ, առաջի անգամ էլի բերեց ծաղկեփունջ, մի խոսքով քաղցրավենիք, բան։ Կարող եք հիշել հոտից ինչ ծաղիկներ էին։ Խառը ծաղիկներ էր, ռամաշկաներ, մանր ծաղիկներ էին, փոքրիկ զամբյուղով, շատ, բայց սիրուն զարդարված, ես զգացի դա։ Արտուր, ինչպես էիք գումարն աշխատել մատանու եւ ծաղիկների։ Շատ դժվարությամբ։ Ինչ աշխատանք եք անասնապահությամբ։ Անասնապահությամբ։ Ենթադրում եմ երկար է տևել այդ աշխատանքը։ Օգրոց երկար աշխատել եմ ես այդ։ Բայց հասնում եք նպատակներին, ինչպես հասկանում եմ։ Փառք Աստծո։ Այդպես գալիս են ինձ տենում են ու տենց հորքուրը իմանում է, որ ես չեմ տեսնում, Արտուր ասում է մի քիչ տենում է, բա։ Արդարացնելու համար էլի երևի, բա վերջը, բա տենց ասում են չէ, մի ուզի, չէ, կա ինքնա, չկա ինքնա։ Ու տենց դեմ է գնում բոլորին ու ասում է ես օր նշանակեցին այդ օրը, որ պիտի գան ինձ նշանեն։ Այդ օրը, միջև այդ օրը Արտուրը
այդ գումարը հայթայթեց, արդեն շատ ճոխ եկավ, ամեն ինչ իր հնարավորություններով արել էր, ես իրանից շատ շնորհակալ եմ, շասինի, մի խոսքով մատանի, մի խոսքով ոնց որ նորմալ նշանդրեք են գնում, որ կարելի էր կողքից տեսնողը չէր ասի, որ այդ աղքատը Արթուրն է։ Նաիրա ջան, աղքատը այդ հոգով աղքատն է։ Դե, ինքը հոգով աղքատ չի։ Շատ հարուստ է, որ այսօր իմ կողքին է, ես չէ, ուղղակի ֆիզիկապես, նյութապես եմ ասում։ Հավատացեք, ես ձեզ մի բան ասեմ, այդ ճշմարտության համար բավականին թանկ եմ վճարել, այլ տիկին Իրինան գիտի իմ պատմությունը։ Դուք հարուստ եք, դուք միլիարդատերից էլ հարուստ եք, դուք երկուսդ իրար համար մի հատ աշխարհ եք։ Աղքատ բառը էլ չասես։ Ու կարևորը դուք կարողանում եք ձեր հարստությունը, ինչպես արդեն փորձագետները հասցրեցին նկատել, ավելացնել։ Երետենց եկավ նշանեց, հետո իր ինքը տունը Արտաշատի Շահումյան գյուղում է, այդտեղ ապրել հնարավոր չէր, ընդհանրապես հնարավոր չէր, մենք Արտուրը ասեց, որ ես քեզ չեմ տանի այդ տուն, որտեվ դու այնտեղ չես կարա շարժվես, որտեվ շատ անմխիթար է, լույս չկա, այս կողմ, այն կողմ, ասեց ես տուն կվարձեմ, քեզ կպահեմ այդտեղ։ Այտենց բերեց, գնացինք Եղեգնաձոր, Եղեգնաձորի մեջ, Վայոց ձորի քաղաքի այդ Եղեգնաձորի մեջ, տուն վարձեց, ինձ տեղ ապրեցինք։ Մեր ամուսնական կյանքը տեղից սկսվեց։ 3 տարի ապրեցինք Եղեգնաձորում վարձով, այդ ընթացքում դեռ Անգելինա չկար, չէր ստացվում, չէր լինում։ Այդ ընթացքում որոշ տենց պայքարեցինք, բժիշկների օգնությանը դիմեցինք, բան, տենց Անգելինան եղավ, (2013 թվականի հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, ծնվեց Անգելինան, և ես որոշեցի իր անունը դնեմ Անգելինա։ Եթե դժվարություններ, ապա դրանք ցավոք սրտի ձեր կյանքում շարունակական են։ Եվ միայն ձեր բարությունը, ձեր տրամադրվածությունն է կյանքին, որ իրավիճակում ստիպում է ժպտալ, հիմա խոսել դրա մասին։ Այսօր ինչի առաջ է կանգնած ձեր ընտանիքը։ Կրկին դժվարությունների ու կրկին այն խարխուլ տանը, որից ձեզ փորձում էր հեռու պահել Արտուրը։ Տենց ասեմ, ապրեցինք, հետո Անգելինայից ես մտածեցի, ես նախքան Անգելինան ձգտում էի Անգելինա, բայց չէի պատկերացնում էլի, որ հոգս այդքան շատ կշատանա։ Հետո որ ծնվեց Անգելինան, արդեն էլ չկարողացանք վարձով ապրել, արդեն վարձերը չէինք կարում տայինք երեխուց հետո, այտենց ստիպված էլ ասեցի Արթուր ջան, ոչինչ, արի գնանք այդ տուն, ես կդիմանամ, մի քիչ ոչինչ դժվարություն կլինի, կընտելանամ էլի միգուցե, դե չէի պատկերացնում, ընդհանրապես չէի եկել այդ տունը, բայց ասում էի, որտև ինքն էլ մեղք էր, արդեն ահագին շատ էր չարչարվում, բայց հոգսը շատ էր, չէր կարա ինքը մենակով, ես ոչ աշխատում եմ, ոչ բան, ինքը չէր կարա էլ այդ բեռը մենակով իրա ուսերին վերցնել, ամսական այդքան վարձ տայինք։ Եկանք այդ իրա տունը։ Ձեր տանը ամեն ինչ է ձեր ձեռքում, Նայրա։ Նույնիսկ խոսքը։ Արտուրը միշտ է այս շավլուր։ Այո, ինքը իրա մանկությունից, իրա դժվար մանկությունն է ստիպել իրան, ինքը շատ ծանր մանկություն է ունեցել ահավոր, դրա համար շատ հետաքրքիր գիծ կա ձեզ մոտ, անդադ մանկությունն եք վերլուծում անգամ Արտուրի։ Այո։ Անգելինան ինչ մանկություն ունի։ Ես ուզում եմ, որ Անգելինան հրաշալի մանկություն ունենա, դրա համար էլ այստեղ է։ Փոքրիկ դադարից հետո մենք կվերադառնանք Անգելինայի, նրա մանկության ու այս ընտանիքի դժվարությունները քննարկելու համար։ Հեռու չգնաք։
Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Արևի լույսից դեռ 3 տարեկանում զրկված Նաիրան այսօր արդեն այլ արև ունի։ 26 տարեկանում Արթուրը տեսավ, սիրահարվեց ու ամուսնության առաջարկ արեց Նաիրային։ Ինչերի է պատրաստ Արթուրը Նաիրային երջանիկ տեսնելու համար։ Ինչպես արձագանքեցին այս ամենին երիտասարդ զույգի ծանոթ հարազատները, կիմանաք երկրի գլխավոր թոք շոուի տաղավարում՝ Կույր բաժանում, Կիսաբաց լուսամուտներից ներս։ Կույր բաժանում Կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հիշեցնելով ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են, ինչպես մեր այսօրվա հերոսները։ Եթե ունեք ֆինանսական աջակցություն եւ ցանկություն ունեք դա իրագործելու, ապա օգտվեք այն կոորդինատներից, որոնք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում են։ Եթե ունեք նյութական օգնություն, ապա զանգահարեք մեր թեժ գիծ +374 60 50 33 17։ Անգելինայի անհոգ մանկությունը դուք փորձում եք ապահովել այսօր հանրային դարձնելով ձեր խնդիրը, օգնության ձեռք խնդրելով եւ օգնության կոչ անելով պարզապես բարի մարդկանց։ Այսօր ձեր ընտանիքն ապրում է կիսախարխուլ մի դժվար է կոչել, բայց տանը։ Այո։ Ուրեմն ասեմ, մի անգամ ինձ դաժե այնպես էր, որ չկարողացա ես իմ լրագրողուհու հետ խոսեմ, որովհետև քարն ընկել էր անմիջապես երեխայի կողքին։ Ես այդ ամբողջ օրը ինձ կորցրեցի, որովհետև ինքը ինձ համար շատ թանկ է, էլի։ Վախեցա, մտածեցի ընկելա կնկպներ, բա որ գլխի ընկամ մի տեղին այդ բետոնը, էլի։ Այսօր կարող եմ ամբողջ կոկորդով բղավել, ամբողջ հոգուս ճիչը բարձրաձայնել, որ այստեղ իմ առջև նստած են երջանիկ մարդիկ։ Այո։ Ես տեսնում եմ իսկական տղամարդ, ես տեսնում եմ իսկական մայր։ Բազմաթիվ դեպքեր, որտեղ որ անգամ առողջ երեխային է մայրը տանում անկատուն, առողջ կնոջն է տղամարդը թողնում, ծեծում։ Այսօր այստեղ այս դեպքը չէ։ Եվ ես հավատացած եմ, որ ձեզ մոտ ամեն բան լավ կլինի։ Սակայն Նաիրա ջան, այսպիսի մի փոքրիկ ուղում շտկում, միգուցե ձեր մտածելակերպի մեջ, միգուցե, որ մեղադրանքը հոր հանդեպ բերում է նրան, որ իրականում մարդը չի կարողանում շատ հաճախ երջանկություն գտնել, բայց բարձրալը ձեր կողմից էր, դուք ունեք այսօր Արթուրին եւ Անգելինային, ձեր մայրը այսօր առողջ է, կարողացեք այդ կետում ձեր հորը ներել,
կարողացեք, ես գիտեմ ասածից ծանրությունն ու դժվարությունը, ձեր կուրությունը իրականում մի կապեք նրա, որպես այդպիսին լինելու հետ, որովհետև ցանկացած մարդ, ով որ սխալվում է, իրականում ինքն էր սխալի պատասխանատուն եւ խոսքերից հավաստիքը ձեր եղբոր հետ կատարված է։ Ես հարց ունեի ձեզ տիկին Մարիետա, ձեր տղային ձեր ամուսինը պահելու էր, եթե դուք չգնայիք բերել այդ վիճակում։ Պահելու էր, բայց խորտ մոր հետ, երեխեն նեղված էր, դաժե ուզում էր իրանք ծեր ավտոյի տակ։ Հասկանալ, այսինքն իրական դուք որպես փրկող ձեռք բռնեցիք նրան։ Ես լսեցի դեմեր ես։ Ոնց կար։ Իսկ երբեք որդին չի արտահայտվել այն մասին, որ զղջում է, որ հոր հետ է մնացել այդքան ժամանակ։ Սկզբից չէ, բայց հիմա արդեն զգում է, որ որտեվ ինքն էլ է հայր ոնց կարա։ Հերն է մեղավոր, ասում մամի ես քեզ մեղադրել եմ, բայց հիմա ես քեզ չեմ մեղադրել։ Ծնող դառնալուց հետո։ Ծնող դառնալուց հետո արդեն զգում էր, որ ես մեղավոր եմ։ Տիկին Ծատուրյան։ Ժողովուրդ ջան, ուրեմն ասել շարունակելով Մարիամի ասածը, ասել են մի բանի համար, որ հայրը խմող էր դրա համար եղավ, դու բարձրան դու մի քիչ սխալ ասացիր քո դիագնոզը գլաուկոմա, որ ճշգրիտ լինենք, չէ՞ լիքը մարդ կա, որը որ մեզ չէ, դու բառը երևի այդքան ասել, որ հարբացության հոր խմող լինելու պատճառով մարդ ծնվում է ի ծնե գլաուկոմայով, դա կարող է լինի պատճառներից մեկը, գլաուկոման ինքը շատ բարդ եւ դեռ միջև վերջ հետազոտված հիվանդություն չի։ Դա առաջինը ինչը որ ես ուզում եմ ասել, որ մենք շտկենք անպայման, որովհետև մեզ տարբեր մարդիկ են նայում եւ որ մենք լինենք հնարավորինս գրագետ։ Գիտես ինչ է ուզում ասել նաեւ, իհարկե ես եմ շատ հիանում ձեր ընտանիքով։ Տես մարդկանց մասին, ովքեր որ խելամիտ են բանեն, ասում են ինքը հերու տեսնող մարդ է։ Ու դու, Նայրա, այսօր չտեսնելով հանդերձ, դու քո մեջ մարմնավորում ես հերատես մարդու հատկությունները։ Ես ողջունում եմ եւ քեզ, եւ քո ամուսնուն, եւ քո ամուսինը, որը որ ունեցել է զրկանքներ, որը որ արդեն հասկանալի է, չէ, որ նա այնքան ծանր է մեծացել, որ այնքան դժվար է եղել, որ իրեն չի կանգնացրել նույնիսկ մի կնոջ հետ ամուսնանալու դժվարությունը, որը որ չի տեսնում, բայց որը իրան սիրում է, տեսեք դուք ինչ զույգ կարողացաք ստեղծել, դուք բարդ զույգ եք, եւ ամենակարևորը այն է, որ դուք միշտ կարողանաք այսպես կողք կողքի իրար հետ մնալ, ոչ մի բանը ձեզ չխանգարի։ Չի խանգարի։ Տիկին Ջուլիա։ Ես միայն կասեմ, որ կեցե սերը, այս ընտանիքում սերն է գերիշխում, Աստված տա, որ այդ սերը միջև վերջ մնա եւ Անգելինան սիրո պտուղ է, երջանիկ լինի։ Շնորհակալ եմ։ Լույսա։ Ես մի քիչ հուզվել եմ, բոլոր բջիջներով սպասել եմ իմ բալիկին, ծնվել է, ես էլ աղջիկ ունեմ, Աստված պահի ձեր բալիկին եւ աշխարհի բոլոր բալիկներին։ Դուք շատ ուժեղ կին եք, դուք ամենաառողջ կինն եք, եւ ուղեղով եք առողջ, եւ մարմնով եք առողջ, եւ առողջ, հա, հոգով, առողջ լավ ընտանիք ունեք գեղեցիկ, ձեզ անչափ երջանկություն եմ ցանկանում, ու ամենալավը չգիտեմ։ Շնորհակալ եմ, պարոն Սամվել։ Չգիտեմ, միգուցե այս լավ խոսքերից հետո մի քիչ նախարարության սկիզբը դաժան թվա, բայց ես Անգելինայի համար իհարկե կյանքս կտամ, եթե պետք լինի, բայց կներեք միտքս ավատ, բայց ձեր ամենամեծ հարստությունը հիմա նստածա ձեր կողքին։ Այո։ Առաջ Աստված, ուզում եք որ կյանքը լավ լինի, ուրեմն կլինի, կմեծանա նորմալ, որտեվ հիմքը տեսնում եմ դրված է նորմալ, կունենա առաջ Աստված կունենա իր ընտանիքը, ժողովուրդ, բայց դուք ձեր ճանապարհը իրար հետ եք գնալու։ Այո, իհարկե։ Կարևորը ում հետ կապրես, կարևորը այդ բալիկը քեզ ով կպարգևի։ Ձեր մոտ ճիշտ է դրված։ Իրար լավ պահեք, իրար որ լավ պահեք, այն մեկի համար հրաշք կլինի։ Դուք իրար ձեզ լավ պահեք։ Էդ է կարևորը։ Եվ վերջում եկեք ծանոթանանք այն հրաշքի հետ, ով ծնվել է այս ընտանիքում, դիմավորենք Անգելինային։
Հետո բարև։ Բարև։ Բոլորին ձեռքով արա։ Ինչպես ես։ Քանի տարեկան ես, Անգելինա։ Տարի 7 ամսական։ Արդեն կապվել եմ մեր անձնակազմի հետ եւ իհարկե խաղալիքն է։ Կբերեք մեզ խաղալիքը, հա, որով խաղում էր ճուտը։ Այս քոններ մնացել էր այնտեղ։ Հա? Վերցրու քո մեղուին։ Լավ, երեխան այսօր երևի շփվելու ցանկություն չունի։ Ես դիմում եմ մարդկանց, ովքեր հնարավորություն ու ցանկություն ունեն սատար կանգնելու այս ընտանիքին։ Եթե դուք որոշակիորեն տիրապետում եք հնարավորությունների, մի զսպեք ձեզ, զանգեք մեզ 060-50-33-17 մենք սպասում ենք ձեզ։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, ուզում եմ, որ ամուր լինի այն ընտանիքը, որը դուք անկախ ամեն ինչից փորձել եք ստեղծել եւ այսօր ամեն ինչ անում եք, որպեսզի այն ամուր լինի։ Դուք ձեր լռությամբ, Արտուր, Նայրա, դուք էլ ձեր շատախոսությամբ։ Այսօր այսքան առողջ ու երջանիկ եղեք, կհանդիպենք ցտեսություն։